Նոր Նորքի 5-րդ զանգվածում Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող լանջին օրերս բազմաթիվ ծառեր են հատվել։ Քաղաքապետարանից պնդում են չորացած էին, բայց ականատեսները համացանցում տարածված տեսանյութերն ու լուսանկարները այլ բան են վկայում։ Ծառերի ճյուղերը բողբոջած են եղել, ապացույց, որ դեռ ապրելու շունչ ունեին։ Խնդրի մասին երեկ ահազանգել էր բլոգեր ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։ Նրա պնդմամբ հատվել է ավելի քան 100 ծառ։ Այսօր մեր նկարահանող խմբի հետ շրջեց տարածքում, ցույց տալով հատված ծառերի կոճղերը։ Այս հատվածում օրինակ երկու հատ մեծ ծառը հատվել է, հենց այս ծառերը երևում է իրանց տարածած նախորդ տեսանյութերում, որ այստեղ մեծ ծառեր ա եղել, որպեսզի տնկեն մի հատ ծառ։ Երկու հատ մեծ ծառը հատել են, մի հատ 150,000 են տնկել վեսա։ Հələ այս ծառի հաստությունը էլի նայեք։ Հաջորդը, էսի հաջորդը, այլ, ոչ մեկ կապ չուներ էլի։ Այս ծառի հաստությունը լավ, եթե այն մեկը տարեցա կտրում ենք, բայց 100-ից ավել կոճղ հաստատ կա կտրած ծառի, բայց թե քանիսն է ինչ-որ քանիսը առողջ, կարելի է ենթադրել Google-ի նկարներով, ես Google-ի նկարներով հաշվել եմ մի 50-60-ից ավել, որտեղ այնտեղ կա իրար կպած են, չես հասկանում մի ծառա թե երկու ծառա կա, որ լավ չի երևում։ Ծառերը հատելուց հետո դրանց կոճղերը փորձել են հողով քողարկել, որպեսզի տեսանելի չլինեն։ Անտառում ծառագողերը, օրինակ Դիլիջանում Իջևանում շատ տեսած կլինեք նյութեր, երբ որ ծառը կտրում են, շուտ բանով հողով փակում են իրան, բաները ապիլկաները հավաքում են, այդ թեփուկները հողով փակում, որ հետո բանը այդ անտառապաշտպանները գան, չտեսնեն էլի, որտեղ այդտեղ ծառա հատվել։ Հիմա այս նույն պրակտիկան ստեղ է կիրառվել։ Հայրումյանի խոսքով այսօր փորձ է արվել անգամ այդ հետքերը վերացնել։ Իմ հրապարակած տեսանյութում ես ցույց էի տալիս, որ հողով ծածկած ծառի բներ էր, այդ որ ասում էի անտառահատներն են տենց անում։ Նոր եկանք որ նկարենք, տեսանք այդ բները չկան, այս հատվածներից ենթադրում եմ արմատներով հանել են, բայց տեսեք հələ արմատների մի մասը մնում է, էլի եկել հանել են, որ ոնց որ հետքերը վերացնեն։ Այս էլ է ծառերի կեղևներն են, նայեք, մեջը ամբողջությամբ առողջ ծառի կեղև է, բայց ծառի բները չկան, մի հատ ընդեղ էր, մի հատ ստեղ։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հարցինի պատասխան ասաց 23 ծառ են հատել, պնդեց դրանք չոր էին եւ այդ տարածքում նախատեսում են անտառ տնկարք հիմնել։ Տարածքը պետք է ենթարկվի սանիտարական մաքրման աշխատանքների, ինչը եւ արվել է, հեռացվել են բազմաթիվ մացառներ եւ 23 չոր կամ փտած հիվանդ ծառեր, որոնք այդտեղ պահելու որևիցե իմաստ չունեին։ Այնտեղ էլի ծառեր կան, կաղնիներ, չգիտեմ, որոշակի կավա ցեղիներ լինեն, նույնիսկ հացենիներ, որոնք պահպանված են, որովհետև քիչ թե շատ նորմալ վիճակում են։ 12 չոր, լրիվ չոր, եւ 11 փտած եւ հիվանդ թեղիներ։ Դիտարկմանը, որ եթե ծառերը չորացած էին, ինչու էին ճյուղերը բողբոջած, Բեգոյանն արձագանքեց։ Եթե ես ասում եմ փտած եւ հիվանդ թեղիներ, ինչ է կարծում, կարա այդ ծառի վրա բողբոջներ լինի, ասենք երկու հատ ճյուղ լինի, որի վրա բողբոջ լինի։ Իհարկե կարա։ Եթե ես ասում եմ 12 լրիվ չոր ծառ, հետեւաբար դրանց վրա չի կարա այդ բողբոջները լինի։ Որի վրա բողբոջներ կային, խնամեիք, ինչի հատեցիք։ Եթե խնամվող ծառ լիներ, ապա իհարկե չէր հատվի։ Արմեն Բեգոյանը հակասում է ինքն իրեն։ 2024 թվականի սեպտեմբերին քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում էլ երևում են արդեն հատված կանաչ ծառերը։ Հատումների ծավալը պաշտոնապես հայտարարվածից շատ ավելի մեծ է։ Էդուարդ Հայրումյանի հետ տեղում հաշվեցինք։ Միայն այս երկու փոքր հատվածներում Բեգոյանի նշած 23-ից շատ ավելի ծառեր են հատվել։ Ես զարմացա, որ Արմեն Բեգոյանը չի ասել ծառ չի հատվել, թեղի ծառի թեփուկներն են կանաչ, այն ծառից ընկած ճյուղերի թեփուկներն են, էլի, այդ որ ասում են ծառը չոր էր, չոր ծառին այսքան կանաչ թեփուկ չի լինում, էլի։ Այդ ծառերի վրա կային չոր ճյուղեր։ Դրանք պետքա պադյոմնիկ գա բարձրանա, այդ չոր ճյուղերը հատեն, որ ծառը սիրուն տեսք լինի, էլի, թե չէ ինքը գեշ էր, որտեվ կար կողքից չոր ճյուղեր։ Բայց որն է հեշտ։ Բերել հատ չոր ճյուղերը գտնել, կտրել, թե քոքից կտրել շուշուտ տանել, փենել փետա, էլի, կտանք, եթե այդ փետը նույնիսկ չենք վաճառում, ապա կտանք սոցիալապես անապահով խավին ու մի հատ էլ այդտեղ աչոկներ կշահենք, էլի, քաղաքապետարանի անունից։
Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատակիցներն այսօր այգում աշխատանքներ էին իրականացնում։ Նրանցից մեկը մեր հարցինի պատասխան ասաց, որ ծառերը հատելու պահին տարածքում չի եղել, բայց ինքն էլ կրկնեց վերադասի խոսքերը։ Ճիշտ է համարում ծառերը կտրել, ինչա թե նոր ծառեր պետք է։ Չոր է եղել, էսի լող չոր է եղել։ Չոր ծառերն է կտրել։ 100 ծառ չորացած են բոլորը։ 100% չորացած ծառերն։ 100 հատ ծառ է կտրվել։ Կտրվել չեմ մնում քանի հատ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստացած ահազանգի հիման վրա արդեն իսկ վարչական վարույթ է նախաձեռնել։ Կառույցից Factor TV-ին փոխանցեցին, եղել են տարածքում, աշխատանքներ են իրականացնում, կնիկ են դրել հատված ծառերի կոճղերին։ Քանի կնիկ են դրել, այսինքն որ հասկանանք էլի մոտ քանի ծառ։ Արփի ջան, մինչև վարույթը չավարտվի, ես չգիտեմ, այսօր քանիս են դրել, վաղ քանիս են դնելու, մյուս օր կարող է դնեն կամ չդնեն, կամ դրել վերջացրել են։ Եթե դուք դրա մասով հիմա ուզում եք ինձնից մեկնաբանություն, ես նորից ասում եմ, այդ ահազանգով տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ, այսքանը։ Հիշեցնենք, Factor TV-ին շաբաթներ առաջ անդրադարձել էր նաև բուսաբանական այգում իրականացված ծառահատումներին։ Հատվել էին ավելի քան 30 հաստաբուն ծառեր։ Factor TV-ին տեղում հանդիպել էր այգու ղեկավար կազմին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ փաստաթուղթ չէր տրամադրել, թե կաղնիներն ինչ հիմքով են հատվել։ Մեր հրապարակումից հետո քննչական կոմիտեն կաղնիների հատման դեպքով վարույթ է նախաձեռնել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն էլ հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցել էր վարչական վարույթ։ Պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 16 միլիոն 570 հազար դրամի վնաս։